Եվ խնդրենք գնահատել նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովում 3 տեղի ունեցածը, որովհետև հենց նոր անկախ դիտորդ կազմակերպության ղեկավարը կրկնեց, որ դիտորդական խմբեր կան, որոնք քաղաքական կողմնորոշում ունեն եւ իրավունք ունեն դիտորդական առաքելություն իրականացնել։ Ասեմ ավելին, 3 բավականին բուրըն լռության օր ենք ունեցել։ Ինչպես այդ ձեր կողմից մատնանշած գործընկերս ներկայացրել էր, ինչպես հասկացա, մեր Հայաստանի Հանրապետության պատմության ամենաերկար նիստն է կայացել 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ու այդ գնահատողականությունը այն էլ ընտրության օրով լրացուցիչ նոր խախտումների արձանագրման հիմք է հանդիսանում։ Ես եւս 3, քանի որ այն 3 դիտորդական առաքելություններից մեկն էի, որ ու քննվում էր մեր 3 դիտորդական առաքելությունների հետագա հավատարմագրման հարցը, ասեմ ավելին, այդ նույն օրը իշխանական падգամավորը մեր վերաբերյալ զրպարտչական ու վիրավորանքի տարեր պարունակող գրառում էր կատարել։ Այդ հարցի հետ կապված ես բնականաբար իրավական ու դատական այցաններում կհաղորդակցեմ տվյալ անձնավորության հետ ու կոնկրետ ասեմ Արուսյակ Ջուլակյանը քաղաքացիական պայմանագրի падգամավոր, կոնկրետ իմ անունն էլ այդ թվում եւ մի քանի այլ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների անուններ հրապարակել էր ու կոնկրետ վիրավորանք կար այդ հրապարակման մեջ իրավական տերմինոլոգիայի ու մեր երկրում ձևավորված դատաիրավական պրակտիկայի տեսանկյունից եմ ասում, երբ զրպարտչական եւ ամենամեծ խնդիրը կայանում էր նրանում, որ իր գրառման մեջ թիրախավորել էր 6 հավատարմագրված դիտորդական առաքելություններից 3-ին եւ տակը հղում էր արել մյուս 3-ի ներկայացուցիչներին, որ մեր վերաբերյալ վերահսկողություն իրականացնեն։ Այստեղ իմ մոտ օբյեկտիվ դիտարկում առաջացել, արդյոք իշխանությունը, որը ի տարբերություն այլ ուժերի մասնակցություն ունի վաղար շաբաթի ընտրություններին, համագործակցում է մյուս 3 դիտորդական առաքելությունների հետ ու այստեղ լուրջ ես մտահոգություն ունեմ նրանց անկողմնակալության ու անաչառության ու չեզոքության սկզբունքների պահպանման հետ, ինչը 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովի բավականին ծավալուն ու երկարատև նիստի ժամանակ հայտնեցի եւ խնդրեցի վարույթի առարկա դարձնել, եթե չդարձնեն բնականաբար մենք էլի դիմում կներկայացնենք, մեր արձանագրությունները կանենք, իմ հետ կապված կոնկրետ ասեմ, մենք պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնն ենք, այդ ձեր կողմից մատնանշած առաքելության ներկայացուցիչը դիմում էր ներկայացրել, կահան մերժեց վարույթը իր դիմումի հիման վրա, բայց ինքը ինքնուրույն վարույթ նախաձեռնեց այդ փաստերի ծագման հիմքով։ Մեր պարագայում ընդհանրապես տեղին չէր, որովհետև այն 3 հղումները, որ բերված էր, որը ըստ այդ առաքելության մենք չեզոքություն ենք խախտել, այդ 3 ելույթներն է տեղի են ունեցել մինչև մեր հավատարմագրումը որպես դիտորդ։ Ու այնտեղ բավականին ուրիշ իրավական խնդիրներ կար, որոնք ես բարձրաձայնեցի, մի խոսքով կարծում եմ այդ նիստը ապագայում հասանելի կդառնա, կարող ենք այդտեղից մեջբերումներ կատարել, բայց բավականին ասեմ նաև իրավագիտար պրակտիկայի հետ կապված հետաքրքիր քննարկում գնաց, օրենսդրական իրավական խութեր քննարկվեցին ու նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր պրոֆեսիոնալ վարքագիծ դրսևորեց, որովհետև իրապես ինչքան էլ մտահոգություն ներկայացվեցին երկկողմանի մտահոգությունները ու ընտրություններից 1 օր առաջ 3 ընդդիմադիր իրենց գնահատմամբ դաշտում ոչ չեզոքություն պահպանող դիտորդական առաքելությունների, որոնց պարագայում իրապես չկար նման գնահատողականության հիմք, հավատարմագրումը դադարեցնել, դա առնվազն միջազգային իրավունքի տեսանկյունից միջազգային սկանդալ էր դառնալու եւ մենակ այդ հանգամանքներ էս ընտրական գործընթացը կասկածի տակ դնելու, բայց այնուամենայնիվ նաեւ արձանագրվենք, որ մեր աշխատանքները բավականին խաթարվեցին, երեկվա ընթացքում։ Շնորհակալություն։